Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Մենք պետք է աշխատենք սովորացնել մեր միտքը ուշադիր լինելու, որպեսզի հեռու մնանք ցրվածություն կոչվող հիվանդությունից։ Ցրվածությունը ընդհանրապես դաժան հիվանդություն է, ունի տարբեր, այսպես ասած, դուստրեր եւ որդիներ։ Մեր միտքը պետք է մենք աշխատենք միշտ սթափ պահենք, այսինքն որտեղ մեր մարմինն է, այնտեղ մեր միտքը պետք է լինի։ Բայց շատ հաճախ մեր մարմինը մի տեղում է, իսկ մեր միտքը ուրիշ տեղերում։ Դրա համար պետք է սովորացնենք մեր մտքին միշտ լինել մեր մարմնի հետ, մեր մոտ լինել։ Եթե մարդը ընդհանրապես չի աշխատում, միտք իրը չի վարժեցնում, նա կտառապի։ Միտքը այնպիսի բան է, ոնց որ ինչպես Սուրբ Հայրեն ասում են, ոնց որ փոքրիկ երեխա լինի, որ կանչումս գալիս է։ Այսինքն, եթե մարդը ինչ-որ մի տեղում է, բայց միտքը թափառում է, այսինքն Խաղաղ օվկիանոսի ափին, ցրվածություն։ Տարբեր բաներ կան։ Պետք է սովորացնենք մեր միտքը վարժանքի։ Միտքը վարժվում է միայն աղոթքով։ Այսինքն, պառկած ես, նստած ես, գործ ես անում, ինչ որ անում ես, միշտ միտքդ պահիր մոտդ, որտեղ մարմինդ է, այնտեղ էլ թող միտքդ լինի, որպեսզի ցրված չլինես։ Էլ չեմ ասում աղոթքի ժամանակ կամ ինչ-որ լուրջ գործի ժամանակ, մտածելու ժամանակ, գրականություն կարդալու ժամանակ, աշխատեք ձեր միտքը պահել, որտեղ որ դուք եք, այնտեղ էլ ձեր միտքը լինի։ Սովորացրեք ձեր միտքը վարժելով աղոթքով։ Տարբեր կարճ աղոթքներ կան։ Տեր ողորմի, փառք ես Տեր Աստված, Տեր Աստված ներիր, Տեր Աստված օգնիր։ Որ աղոթքը որ ձեր դուրը կգա, այդ աղոթքով էլ սկսեք ձեր միտքը վարժել, կատարելագործել։ Եվ դուք էլ կամաց կզգաք, անելով օրվա մեջ գոնե մի քանի անգամ, մի 5 րոպե, 10 րոպե մտքի վարժանք անել, աղոթել մտովի։ Դուք էլ կամաց կզգաք, որ ձեր միտքը մեջ ձեր մոտ է, սթափ մտածում եք եւ չունեք ցրվածության խնդիրներ եւ պրոբլեմներ։ Դրա համար աշխատեք, որտեղ ձեր մարմինն է, այնտեղ էլ ձեր միտքը լինի, որ չտառապեք։ Սովորեք ձեր միտքը սովորացրեք աղոթքի, Աստված ողորմած է, կամաց ամեն ինչը կարգավորի։ Աստված ձեզ օգնական եւ պահապան լինի։